Սենսացիոն բացահայտում պարտադիր դիտել։ Բարի օր, հարգելի հայրենակիցներ, ուրեմն խոսքը գնում է ապրիլի 18-ին տեղի ունեցած Արցախի ներկայացության դեմ հավաքի տրամաբանական շարունակության։ Մենք ուրեմն հայտարարել ենք, որ նպատակը արցախցիներից թալանածը վերադարձնելն է, որպեսզի կարիքավոր արցախցի ընտանիքների հոգսերը ընտանիքների համար կարան հոգան եւ կենցաղային խնդիրները լուծեն, սոցիալ խնդիրների վերաբերյալ էր։ Հիմա ինչ ենք արել մենք, ուրեմն ինչպես գիտեք կա պայմանավորվածություն, որ հանդիպելու ենք համապատասխան մարմիններին, բայց այս պահի դուրսությամբ դեռ մենք հասցրել ենք 2 անգամ այցելել քննչական եւ ուզում եմ ներկայացնել, թե քննչականից ինչ նորություններ ունենք եւ որն է մեր հետագա անելիքը։ Ուրեմն քննչականում մենք գնացել ենք քննչականեն հարցով, որ Արցախի վերաբերյալ ինչքան ֆինանսական հանցագործություններ կամ դեպքեր կան տեղի ունեցած, ինչի որով վարույթներ կան, ներկայացնեմ մեզ դրա մասին, թե քանի այդպիսի գործ կա, ինչ գումարների մասին է խոսքը, ավտոմեքենաների հարցով առանձին եւ ոչ միայն գումարների հետ կապված, նաեւ կապված պայթունի հետ, բայց քանի որ այդ գործերը ամեն մի գործ տարբեր տեղ է քննվում, մեզ դեռ ժամանակ է պետք, որպեսզի որ կարողանանք ամեն այդ բոլոր բաժիններով այցելենք եւ փորձենք պարզաբանել։ Հիմա ինչ ենք պարզաբանել։ Ուրեմն այդ պայթունի գործը դա առանձին բան է, ուրեմն ռազմական է, եթե չեմ սխալվում զբաղվում, բայց համենայն դեպս պայմանավորվել ենք, որ այցելելու ենք նաեւ այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանանք։ Այս պահի դուրսությամբ քննչականից ուրեմն պարզաբանումն են կապված հիմնադրամի հետ եւ ավտոների հետ, պետական ավտոների հետ։ Ուրեմն սկսենք պետական ավտոներից, որ կա կառավարության որոշում, ուրեմն այն ավտոները, որոնք որ 17 թվից ցածր են, ավելի հին են, ուրեմն այդ ավտոները մնում է նրանց, ովքեր որ այդ ավտոն Արցախից բերել են ստեղ եւ շահագործում էին այդ ավտոները, այսինքն թե վարորդն է եւ այլն, մնում է իրանց։ 17 թվից բարձր բոլոր ավտոները ուրեմն ինչքան որ կա, իրանք ասում են։ Սա ուրեմն բռնագրաված է եւ համապատասխան մարմիններն ուղարկված, նպատակը նրանն է, որ պետք է դա վաճառեն աուկցիոնով եւ գումարը փոխանցեն բյուջե։ Ինչ վերա այս մասով հիմնադրամը, ուրեմն հիմնադրամի վերաբերյալ կա ընդհանրապես այն բաժնում, որում որ մենք այսօր եղել ենք, այդ որտեղ ինչ որ այս պահի դուրսությամբ ունենք, դեռ դրա մասին ենք խոսում, ընդհանրապես գործահարուցված մեկ որոշումի շուրջ այս պահի դուրսությամբ, այն ինչ որ իրանք մեզ ասել են, եւ խոսքը գնում է 50 միլիարդ դրամի մասին։ Պատերազմից հետո Արայիկ Հարությունյանի մի հատ որոշումով 50 միլիարդ ցեսիա, այսինքն 50 միլիարդ դրամի այդքան մարդկանց պարտականություններն են բանարել, դա զորոյացրել եւ հենց իմաստը շատ կարեւոր է, որ մեզ լսողները հասկանան մեր գործի իմաստը, թե մենք ինչով ենք զբաղված, հա։ Հաճախ ասում են, բայց ինչի՞ այդ 46 միլիոնից այդքան չեք խոսում, որովհետեւ ես ասենց ասեմ, մենք ասել ենք կառուցության էական բոլորը պետք է պատասխան տան, թե խոշոր, թե փոքր, բայց եթե այդպիսի բան կա, բայց սկսում ենք վերևից։ Ուրեմն եթե մենք չենք զբաղվում ինչ որ կոնկրետ կոռուպցիոն բան, ինչ որ եզակի գործով, մեր խնդիրը քաղաքական խնդիր է, ինչու, որովհետեւ այդ գումարը, որը որ Արցախի հիմնադրամի միջոցով յուրացվել է, այդ 50 միլիարդը մենակ մի որոշումով է 2021 թվի մարտի դուրսությամբ, պատերազմի դուրսությամբ։ Այն ինֆորմացիան, որ մենք ունենք, տենց մի 65 միլիարդի տեղ առանձին կա, որոշ տեղեկություն իմ մոտ է եղել, որ իրանց մոտ չկա ու սենց որ գումարում ենք դառնում արդեն ոչ թե 50 միլիարդ, այլ 150 միլիարդ։ Եվ ես ուզում եմ մեր հայրենակիցները հասկանան, թե մենք ինչով ենք զբաղված։ Եզակի ինչ որ անձի հետ կապված քրեական գործ չի, կոռուպցիոն գործ չի, որ ասում եք, բայց 46 միլիոնից ինչի՞ չեք խոսում, խի 46 միլիոնը քիչ թիվ է։ Մի մարդու համար, մի ընտանիքի համար չէ, քիչ թիվ չի, բայց 100,000-ի համար 46 միլիոնը որ բաժանում ենք, դառնում է 460 դրամ յուրաքանչյուր հոգուն։ Այն ինչ որ մենք ենք ասում, սա շատ կարևոր է, որովհետեւ գումարը խոշոր է, այսինքն 150 միլիարդը եթե բաժանենք 100,000-ի, դառնում է ամեն մի Ղարաբաղցուն հասնում է 1,5 միլիոն դրամ։
Այսինքն երբ որ տների համար հատկացնում են 3, 4, 5 միլիոն, ուրեմն կարող հատկացնեն 4.5 միլիոն, 5.5 միլիոն, 6.5 միլիոն։ Այս որ հասկանաք մասշտաբները եւ այդ ընդհանուր իմաստը գործի եւ ինչի համար ենք մենք սա անում։ Հենց խնդիրը սրանումն է եւ խնդրում եմ գործը չտանել հասցնել ինչ որ եզակի դեպքերի, բաշարքը էս ա եղել, են ա եղել եւ ոչ միայն սրանում։ Ոչ միայն սրանում, այդ գումարները, այդ ահռելի գումարները, այդ ինչ որ խոսում ենք սաղ պատերազմից հետո է, չգիտեմ ովքեր կան դեռ մեզ միացնում են այս մի քաղաքական ուժերի, հեսա գործը կշարունակվի, մենք էլ կտեսնենք դուք ինչ եք անում, այդ որ տենց յարի բան եք անում, պայքարում եք հանուն Արցախի, որոշներին է վերաբերում, ասում նրանց, ովքեր որ փորձում են մեզ կպցնել այս կամ այն քաղաքական ուժերի, ոչ մի քաղաքական ուժ ստեղ խառնված չի։ Եվ խոսքը գնում է այո, այդ խոշոր գումարներին, որ պատերազմից հետո բանա փոխանցվել է Արցախ, այդ փոխանցողի չէր իմանում, թե ում էր էդի փոխանցում։ Այդ հարցը մի կողմը։ Դրա հետ զուգահեռ մեկտեղ մենք տեսել ենք, որ Քաշաթաղը ժամանակից շուտ անօրեն կերպով հանձնվում եւ Քաշաթաղի հետ երկու հատ հեկ առանց ապոմոնտաժելու փոխանցվում թշնամուն։ Եվ մենք ասում ենք, որ այս ամբողջ այս փողերի լվացման process-ը, Արցախի հանձնումը եւ այս հետևանքները, սա մեկը մեկի հետ կապ ունեցող է, այդ մտքին ենք, որովհետեւ մենք տեսնում ենք, որ այդ քրեական գործերը դեռ վաղուց է բացված, բայց դե տեղից չի շարժվում ինչու, որովհետեւ քաղաքական որոշում չկա կայացրված։ Եվ մեր խնդիրը սրանումն է, որ սրա հետևից պետքա գնանք եւ փորձենք պարզաբանել, թե այդ գումարները ոնց ենք վերադարձնում մեկ եւ փորձենք այլ հասկանալ, թե ինչ խաղ են խաղացել մեր գլխին, թե նախկինները, թե ներկաները եւ արցախցիներին բերել հասցրել այսօրին։ Ասելիքը սրանումն է, որ մենք դեռ կխոսենք, կպարզենք այս ամեն ինչը եւ կփորձենք հանդիպել եւ դատախազություն եւ այլ համապատասխան մարմիններ, ովքեր որ Արցախի վերաբերյալ բանը այդ գործերով զբաղված են եւ մենք մեր բանը պակազանիներն ենք տալու, որովհետեւ եթե միգուցե ասում եմ, մեր մոտ ինֆորմացիայով 100 միլիարդ, 150 միլիարդի մոտ փող է էդի անում, ընդ որում կա նաև պաշտոնական հայտարարություն Արցախի վարչապետներից մեկը հենց այդ թիմն է շեշտել, ասելիքը սրանումն է, որ պետք է լուրջ վերաբերվենք գործին, որովհետև ուրիշ տարբերակ չկա, եւ չփորձեք խառնել ու իմ համար ասում եմ հարցը այն մարդիկ ովքեր որ փորձում են մեզ խանգարեն, իրանք ինչին են փորձում խանգարեն։ Մենք պարզաբանենք, թե ովքեր են Արցախը թալանել եւ պարզաբանենք, թե ինչպես է Արցախը հանձնվել, սրանում եք փորձում մեզ խանգարածելներ, ինչ որ կոնտեքստից դուրս էլի բաներ կտրել, գցել, փրցնել, ես գիտեք թե դրանով ինչ որ բանի հասնելու եք, ոչ մի բանի էլ չեք հասնելու։ Մենք մեր գործը շարունակական առաջ ենք տանելու եւ ասում ենք նպատակը որն է։ Նպատակը հենց նրանումն է պարզաբանել այդ խոշոր գումարների այդ ինչպես է դա շրջանցվել եւ Արցախի հանձնման հետ իր անմիջապես կապը, որը որ այսպես թե այնպես ինչ տրամաբանությունով կցմբռնում եք, սա իրար հետ նախկին ներկա խաղ են խաղացել ու բերել հասցրել մեզ այս վիճակի։ Ասելիքս սրանումն է եւ մենք շարունակական այս հարցերը փորձելու ենք պարզաբանենք, ներկայացնենք հասարակությանը ու հասարակությանն էլ նաեւ քննչականի կողմից, եթե ինչ որ տեղեկություններ ունեք, դիմեք եւ տրամադրեք այդ տեղեկությունները, կապված լինի դա ավտոների հետ, ֆինանսների հետ եւ այլն։ Հաջողություն հարգելիներս, կապի մեջ եղեք, ընթացքում կներկայացնենք, թե ինչպես ենք մենք փորձում այդ հարցերը լուծել։ Այս փուլը դեռ այն փուլն է, որ հստակեցնենք հենց գումարի չափերը։ 50 միլիարդը դա արդեն քրեական հարուցված գործ կա։ 50 միլիարդը դա նշանակում է 100,000 հոգուն, կարելի է նաև 10 ոչ թե 2 ամիս, այլ 10 ամիս 40 պլյուս 10-ը տված։ Այդ օրինակի համար եմ ասում, որ հասկանանք թե ինչի մասին է զրույցը, որովհետև շատ վաղ մանրացնում են հարցը տանում այս կողմ այն կողմ ու փորձում շեղել, բայց սա շատ կարևոր է իր լրջությունը հասկանանք, որովհետև գումարը շատ մեծ է, իսկ Արցախի պատերազմից հետո այդ տարհանումը եւ
այդ բոլոր ապօրինի գործերը իրանք չպիտի մնան անհետևանք։ Մենք պետք է գնանք սրա հետևից եւ պարզենք, տեսնենք ով է հանձնել, ոնց է հանձնել, ոնց են այդ փողերը յուրացրել, առաջնահերթ այդ փողերը վերադարձնենք ժողովրդին, որպեսզի կարողանան իրենց հարցերը լուծեն, հետո էլ մնացածն էլ օրենքով։ Շնորհակալություն, հաջողություն, կապի մեջ եղեք, մենք դեռ կիրազդեք ենք եւ կներկայացնենք մեր հետագա քայլերի մասին։